միշտ ջերմացնում, երկերի աշխարհ ես մեզ դու նվիրում, ամառ է աշուն, քո շուրջն են ապշում, ձմեռ թե գարուն, երգով ես լեցուն, մանկության աշխարհ, մանկության մոլորակ, հեքիաթն ես մեր սրտի միակ, ամառ է աշուն, քո շուրջն են ապշում, ձմեռ թե գարուն, երգով ես լեցուն, մանկության աշխարհ, մանկության մոլորակ, հեքիաթն ես մեր սրտի միակ. Սա մեր ջուրն է, հին բայց մնացած։ Ես սիրում եմ մեր ջուրը, այստեղ է խոսում մեր աշխարհը, մեր հնեցած Արարատը։ Մեր հասնել ենք այս վեհաշուխ լեռան հայացքի ներքո, որն ամենալավոտ մեզ սովորեցրել լինել բարդ ու ամուր։ Սա մեր տունն է, մեր հողը, մեր մոլորակի ամենալուսավոր կետը, իսկ սա մեր դպրոցն է, մեր երազանքների դաշնոցը։ Հիշում եք մեր առաջին քայլերն այս վագոն, ինչպես ենք վախվորած սեղմում էր ուսուցչի ձեռքը, և ինչպես էր բաբախում մեր սիրտը առաջին զանգի ղողանջից։ Մեր կողքին եղել են մարդիկ, ովքեր լուռ ու անձնվեր կերտել են մեր վաղվա օրը, մեր սիրելի ուսուցիչներն ու դպրոցի աշխատակիցները, նրանք մեր տիեզերքյան ուղեկիցներն են, ովքեր մեզ միշտ ճիշտ ճանապարհով են առաջնորդել, ովքեր մեզ տարեր ու թվեր սովորեցնելուց բացի, սովորեցին սիրել ու լինել մարդ, ովքեր ապահովել են մեր առօրյա հոգսերը, մաքրությունից մինչև ամենահամեղ ճաշելը։ Դուք մեր կողքին եք եղել լուռ ու համբերատար, ձեր ժպիտով ու հոգատարությամբ ջերմացրել եք մեր դպրոցական օրերը։ Շնորհակալություն ձեզ։ Նայեք մեզ, այստեղ մենք ուրախ ենք, անհող ու մի փոքր չարաճճի, յուրաքանչյուր դասամիջոց մի պատմություն էր, յուրաքանչյուր ընկերական գլխավորություն մի մեծ ուժ, մենք դարձանք մեկ համաստեղություն։ Ահա մեր կյանքի 4 լուսավոր տարիները մեկ ակնթարթում։ Այսօր մենք փոքրիկ աստղեր ենք, որոնք պատրաստվում են մեծ թռիչքի։ Դե ինչ, եկեք սկսենք մեր աստղային տոնը։ Պատրաստվեք դիմավորել, ներս էր մտնում Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աստղիկները։ Some
որ երկնքից իջած, այլ հենց այստեղ ձեր կողքին աճած ու փայլած։ Բարի գալուստ մեր լուսավոր ուղեծիր։ Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչպես են փոքրիկ կայծերը դառնում պայծառ աստղեր։ Պատրաստվեք տեսնելու լույսի, սիրո, մանկության, անմար փայլի հրաշք ներկայացում։ Մենք սկսում ենք մեր մեծ թռիչքը։ Մեր մոլորակը փոքրիկ մի կետ է, անհուն եզերքում, բայց այսօր այն դարձել է ամենապայծառն ու ամենաջերմը բոլորիս համար։ 4 տարի առաջ մենք եկանք դպրոց, որպես անփորձ ու փոքրիկ կայծեր, չիմանալով թե որքան ուժ կա մեր ներսում։ Մենք սովորեցինք, որ յուրաքանչյուրս մի առանձին աշխարհ է, մի առանձին երազանք, որը ձգտում է դեպի երկնին կապույտ ու անհասանելի բարձունքները։ Այսօր մեր աստղային ժամն է։ Մենք կանգնած ենք ձեր այլ լցված գիտելիքի լույսով, սիրով և մեծ ճանապարհ գնալու վճռականությամբ։ Մենք այն աստղերն ենք, որոնք փայլում են ձեր շուրջը, ձեր սրտերում և ձեր հույսերում, խոստանալով դառնալ ձեր վաղվա պայծառ լուսաբացը։ Եկեք ավելի լավ ճանաչենք մեր աստղերին։ Ծանոթացեք իմ կողքին մեր դասարանի պարտաճանաչ ազգմքող աստղն է, Կանինան, ում խոսքն գործը միշտեղում է։ Իսկ սա Աղավնին է, մեր գրվարել ու ներողամիտ աստղը։ Նա գիտի թե կնվել, թե ներել ու թե բարին կամենալ։ Նա Վահագնն է, մեր անկեղծ հոգու աստղը, թեև մի քիչ խռովկան է, բայց երդմագուր ու պայծառ է, ինչպես լույսը։ Իսկ համարին մի իմաստուն, գազանկերպիչ է։ Նախելն ու կարգապահությունը փայլում է ինչպես ամենապայծառ աստղը։ Ծանոթացեք, նա Ալեքսն է, մեր ընկերասեր վրցնակը։ Նրա նկարներում մի ամբողջ աշխարհ կա։ Իսկ իր փոքրիկ ընկերուհին Ամելան է, մեր նույն քույների աստղիկը, նա նկարում է սիրով ու ժպիտով։ Նա Եղիշեն է, մեր բազմատաղան աստղը, թե երգում է, թե կարդում, թե կազմակերպում և թե պարում։ Իմ կողքին բոլորի սիրելի Արյանան է, մեր բարության և ներդաշնակության աստղը, ով իր լույսով ու ջերմությամբ անգամ ամենամռայլ օրն է վերածում տոնի։ Նա Ռուբիկն է մեր ճանապարհության աստղը, նրա սուր միտքը լուսավորում է ամենաբարդ խնդիրների լուծումը։ Իսկ սա Թամանն է, մեր հնարամիտ աստղը։ Նա ունի փայլուն հիշողություն և հոսած լեզվի գաղտնիքների տիրակալը։ Իմ ընկերն Արեգը մեր անկեղծ ժպիտի աստղն է, նրա բարդությունն ու ժպիտը մեզ լուսավորում է ու ջերմացնում։ Իսկ Երենը մեր գերասկության ու թուլության աստղն է, նա այնքան ընկերասեր է, որ իր նրա փոքրիկ թուլությունը ներելի է։ Դիմավորեք Գագիկին, մեր ռիթմի աստղին։ Սա մեր արտիստիկ Թինան է, բեմի և ժպիտի աստղը, նրա գերոսությունը փայլում է այդպես։ Նա Դավիթն է, մեր խաղաղության աստղը, նրա հանգստությունն ու ներդաշնակությունը օրինակ է բոլորին։ Իմ կողքին Աժելան է, մեր համեստ ու բարձրասակ աստղը, նա մեր բոլորի աննաջերմ աստղն է։ Ծանոթացեք Սեմի հետ, մեր թվերի ու մտքերի աստղը։ Նրա լրության հետևում հետաքրքիր գաղափարներ են թաքնված։ Իսկ իմ ընկերուհին Նանեն է, մեր անոչվող բարության աստղը, նրա կողքին լույսի այնքան նուրբ է, որ մեզ բոլորին է լինել ավելի բարի ու զուսպ։ Իսկ իմ ընկեր Հայկը ուժի և կամքի աստղն է։ Նա իր ակոտրում ոգով լուսավորում է մեր դասարանը և իր հաստատակամ քայլերով հարթում իր ճանապարհը։ Իսկ Հովհաննեսը մեր ֆուտբոլային տրամաբանն է, նա յուրաքանչյուր փոխանցում վերածում է մաթեմատիկական ճշգրտության։ Իսկ ահա Արամիկը, մեր աշխուժ ու չարաճճի աստղը, նրա ամենի չարաճճություն ներելի է, քանի որ դա շատ բարի է։ Իսկ Արեգը մեր ջի ու պարտամիտ աստղն է, նրա հետ երբեք չես ծածանում։ Իսկ ահա հայրը Պետան Արամը, ընկերասեր աստղը, նա միշտ պատրաստ է օգնել բոլորիս։ Իսկ ես Նարեն եմ, այս մոլորակի նորեկ աստղը, թեև ուշ միացա այս մոլորակին, բայց նրանց մի մասնիկը կամս։ Մենք իրար ասացին լավագույն խոսքեր, որ դառնան կյանքում անբաժան ընկեր, հիմա մեր ձայնը թող վեր սրանա ու մեր մոլորակը բարով ջերմանա։
անունն է Հայաստան եւ այն մեր հոգու ամենաթանկամությունն է։ Արինի քանչեսատուարևն է, որի շուտ մենք բոլորս դառնանք փալավասներ։ Առանց այն լուսի մեր փայլը կմարի, իսկ մեր հետաթ կոչի տեխնիկի խաբարով։ Մենք մեր երկրի փոքրիկ զավակներն ենք, ովքեր պարտավոր են փայլել այնքան պայծառ, որ մեր հայրենիքը միշտ լինի լուսավոր ու հզոր։ Հայրենիքը սկսում է հենց այս դասասենյակից, մեր պաշտության տառերից ու մեր իրավունք պատմության ամեն մի էջից։ Մեր ստացած ամեն մի գիտելիք մի նոր շող է երկրի համար, իսկ մեր ընկերասիրությունը այն ամուր շղթան է, որը մեզ պահում է միասին։ Մենք խոստանում ենք լավ սովորել, լինել արդար ու բարի, որպեսզի մեր հայրենիքի երկինքը միշտ ջերմ ու լուսավոր։ Մենք խոստանում ենք լինել արժանի զավակներ, մեր քաջնախնիների եւ մեր գիտելիքներով շենացնել մեր պապենական հողը։ Մենք այսօր փոքրիկ մոլորակի փայլող աստղերս մեր լույս տանում ենք մեր պապերի քաջությունից, մեր մայրերի օրհնանքից ու հայրենի հողի ջերմությունից։ Թող մեր հայրենիքի երկրակամարում ոչ մի աստղ չխամի, թող խաղաղությունը լինի մեր մորակի մշտական արբանյակը։ Մայրիկներ, դուք մեր ամենալուսավոր աստղերն եք, ում աղոթքները մենք ենք վաղվա Հայաստանը, մենք ենք այն ուժը, որը պիտի բարձր պահի մեր եռագույնը, եզերքի բոլոր բախտը։ Thank you.
Մայրիկներ, դուք մեր ամենալուսավոր աստղերն եք, ում աղոթքները մեզ պաշտպանում են տիեզերական բոլոր ցրտերից։ Հայրիկներ, ձեր ամուր բազուկները մեր ամուր հենարանին, ձեր խորհուրդը մեր կողմնակիցը, դեպի մեզ կյանք տանող ճանապարհին։ Տատիկներ, ձեր ինչակներով ու բարությամբ սովորեցիք հավատալ հրաշքներին և լինել ազնիվ ու գթասիրտ։ Տատիկներ, ձեր իմաստությունը մեր տողմի արմատն է, որը մեզ ուժ է տալիս սկսել դեպի երկինք ու լինել հաստատակամ։ Սիրելի ընտանիք, դուք մեր ամենահավատարիմ հանդիսատեսն եք, ովքեր ուրախանում են մեր ամենափոքր հաջողությամբ, այնպես կարծես աշխարհն ենք նվաճել։ Դուք հավատացիք մեզ անգամ այն ժամանակ, երբ մենք ինքներս մեզ չէինք հավատում։ Դուք մեր թիկունքն եք ամուր ու անսասար, մեր տիեզերքի ամենատակ անկյունում։ Շնորհակալ եմ ձեր անքուն գիշերների համար, երբ մեզ հետ միասին սովորում եք ու ուզվում ամեն մի առաջադրանքի համար։ Խոստանում ենք լինել ձեր հպարտությունն ու ձեր կյանքի այն աստղերը, որոնք միշտ կլուսավորեն ձեր սերությունը։ Ձեր սերը մեզ տալիս է թևեր, իսկ ձեր հավատը ուժ, իսկ ձեր ներկայությունը մեր տոնը դարձնում է կատարյալ։ Մենք այսօր ձեզ նվիրում ենք մեր առաջին մեծ հաղթանակը, ավարտելով կրսեր դպրոցի այս հրաշք փուլը։ Սիրելի ընտանիք, թող ձեր ժպիտը երբեք չպակասի, մենք ձեզ սիրում ենք անսահման, դուք մեր մոլորակի ամենաթանկ գանձն եք, մեր ապավենը, բարի ու հարազատ։ Մեր հաջողությունները չափեցին ոչ թե սառը թվերով, այլ մեր հաջողությանը վառ գծերով ու ձեռքբերումներով։ Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք, որ մեզ դարձիք
Սոսկ դասերի կամ լինելի հետապնդողներ, դուք մեզ սովորեցիք սիրել գիտելիքը, այլ ոչ սենյավորը, և տեսնել մեր մեջ թաքնված անհատականությունը։ Մայրիկներ, հայրիկներ և տատիկներ, գուցե սկզբում ձեզ համար անսովոր է եղել, որ տուն չենք բերում տասնամինը գնահատականներ, բայց փոխարենը լսում եք, որ ձեր երախաստեղծ եք գործում, նախաձեռնող ու պատասխանատու։ Մեր մոլորակի վրա յուրաքանչյուր աստղ ունի բուն անունը, մեզից մեկը պապտողը, մյուսը կազմակերպող, իսկ երրորդը համագործակցող։ Այս բնութագրիչներն են մեր իսկական դեմքը, որոնք մեզ հետ կտանեն միջին դպրոց։ Մենք ապացուցեցինք, որ հնարավոր է սովորել առանց վախի ու լարվածության, երբ քեզ չեն պիտակավորում թվերով, դու սկսում ես ավելի համարձակ երազել ու ավելի մեծ թռիչքների ձգտել։ Այսօր հրաժեշտ ենք տալիս տարրական դպրոցին, որպես ձևավորված անհատներ։ Մենք թիվ չենք, մենք լույս ենք, որ դեռ շատ ենք փայլելու ձեզ համար։ Մենք չենք հեռանում այս պատերից, բայց այսօր փակում ենք մեր մանկության հեքիաթի առաջին ու ամենաքաղցր հատորը։ Այս դպրոցը մեր տունն է, որտեղ ամեն մի միջանցք ու դասասենյակ արդեն դարձել է մեր հարազատ լուսավոր ուղեծիրը։ Մենք պարզապես տեղափոխվում ենք մի հատ բարձր, մի աստիճան վեր, դեպի միջին դպրոցի ավելի խորհրդավոր գալակտիկաներ։ Շնորհակալ ենք քեզ սիրելի դպրոց, որ մեր համար դասավանդն ապահով նավահանգիստը, որտեղ սկսում են մեր ներսնավորությունը։ Մենք շարունակենք փայլել հենց այստեղ, շենացնելով մեր կրթօջախի անունը ու պահելով նրա պատիվը բոլոր բարձունքներում։ Ու մեր դպրոցի զանգը մեր շնչի որպես հաղթանակի կանչ, իսկ մենք կլինենք նրա ամենաջանասեր ու պայծառ աստղերը։ Սրանք վայրն են, որտեղ մենք ենթեցինք մեր բնավորությունը, որտեղ մեր փոքրիկ երազանքները թևեր առան ու դարձան մեծ նպատակներ։ Մենք երբեք չենք մոռանում մեծացած սենյակի լուսավոր պատուհանները, որոնցից այգում մեզ սպասվում է մեծ ու հետաքրքիր աշխարհ։ Շնորհակալ եմ քեզ, սիրելի դպրոց, որ մեզ ընդունեցիր որպես փոքրիկ սերմեր և այսօր ճանապարհ ես դնում որպես հասուն աստղեր։ Տարրական դպրոց, թող քո հարգիտակ միշտ թագավորի լույսը և թող սերունդները քեզանից հեռանան, նույնքան հպարտ ու երջանիկ, որքան մենք այսօր։ La mon peine, il vit mes pas.
հաստատում առանցքը, որի շուրջ պտտվում են բոլոր մոլորակների մասեր։ Մեր դպրոցական մեծ տեսերքում այդ առանցքը դուք եք, մեր շատ սիրելի ընկեր Գրիգորյան։ Ձեր հոգատարության ու հաստատակամության շնորհիվ է, որ մեր մոլորակը միշտ մնացել է իր ապահով ուղեցում։ Իսկ մենք, փոքրիկ աստղերս, սովորել ենք կարգապահություն և ձգտում ենք դեպի բարձունքները։ Մեր եզերական ճանապարհորդության հենց առաջին օրվանից դուք եք մեր ամենապայծառ արեգակը, սիրելի ընկեր Թադևոսյան, դուք մեզ ընդունեցիք որպես փոքրիկ անլույս քարաբեկորներ և ձեր անսահման համբերությամբ ու ջերմությամբ մեզ դարձրիք փայլուն աստղեր։ Ձեր շնորհիվ մեր մոլորակը միշտ լցված է սիրով, հեքիաթով ու գիտելիքի լույսով։ Այսօր մենք թեր ենք անում նոր գալակտիկաներ փրկելու համար, բայց ձեր բառած լույսը միշտ ուղեկցել է մեզ։ Дорогой учитель, спасибо вам за мир великого русского языка. Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ համար բացեցիք Պուշկինի ու Լերմոնտովի հեքիաթային աշխարհը։ Ձեր շնորհիվ մենք հասկացանք, որ լեզուն կամ ուժ է, նոր մշակույթների ու ընկերների հետ։ Շնորհակալություն ձեր համբերության ու մեզ լուծած լեզվի գեղեցկությունը փոխանցելու համար։ Մեր ճամփան դեռ երկար է, դեռ շատ կտեսնենք միջին դպրոցում։ Dear teacher, thank you for being our guides to the English world. Շնորհակալ եմ, որ սովորեցիք մեզ խոսել աշխարհի հետ մեկ լեզվով։ Ձեր դասին ոչ միայն բառերի գերականություն սովորեցիք, այլև սկսեցիք երազել մեծ աշխարհի մասին։ Շնորհակալ եմ ձեր ժպիտի ու ամեն մի գուտ ջոփի համար, որը մեզ ուժ էր տալիս առաջ գնալ։ Թեև ավարտում ենք 4 դասարանը, բայց ձեր լեսոնները դեռ չեն ավարտվել։ Մենք դեռ պիտի գանք ձեր դասասենյակ։ Սիրելի Գրիգորյան, ձեր դասերում եք սովորեցիք լինել ճկուն, ուժեղ և ամենակարևորը թիմային։ Շնորհակալ ենք մեզ սպորտեր ընկերացնելու, արդար պայքարելու և դժվարություններից չվախենալու համար։ Ձեր շնորհիվ մենք գիտենք, որ առողջ մարդ միշտ առողջ ոգի է բնակվում։ Մենք ձեզ հետ դեռ պիտի մարզվենք, երկար, որ մեր մոլորակը լինի կայտառ, մեր հաղթանակները լինեն անդադար։ Սիրելի ընկերություն, շնորհակալ եմ ձեզ, որ բացեցիք աշխարհը այս կախարդական։ 4 տարի առաջ շախմատի տախտակում մեզ համար բազմապես սև ու սպիտակ բանդակներն են, իսկ քաղաքարերը սովորական խաղալիքներ։ Շնորհակալ եմ ձեզ, որ օգնեցիք մեզ լցնել այդ բանդակների հետում թաքնված գաղտնիքները։ Ձեր շնորհիվ մենք հասկացանք, որ նույնիսկ ամենափոքր զինվորը կարող է դառնալ հզոր թագուհի, եթե լինի համբերատար ու նպատակասրահ։ Շնորհակալություն մեզ մնացածը սովորեցնելու և յուրաքանչյուր մատից սկսելու ուժ տալու համար։ Մեր շատ սիրելի ընկեր Մարգարյան, ընկեր Ստեփանյան, ընկեր Գևորգյան, ընկեր Խաչատրյան և ընկեր Հովհաննիսյան։ Շնորհակալ ենք ձեզ, որ միշտ մեր կողքին եք եղել, օգնելով հաղթահարել ամենադժվար առաջադրանքները։ Դուք մեզ համար լավագույն ընկեր ու օգնական եք եղել և միշտ ամեն հարցում պատրաստ եք ձեռք մեկնել։ Մենք շատ երջանիկ ենք, որ միջին դպրոցի մեր ճանապարհին էլի ձեզ հետ ենք լինելու։ Ընկեր Դավթյան, մեր աշխարհի մոլորակում դուք մեզ համար բացեցիք գրքերի կախարդական աշխարհը, որտեղ յուրաքանչյուրը կարող է մի նոր լուսավոր աստղ դառնալ։ Միջին դպրոցը ճանապարհը հաճախ է բերելու գրադարան նոր գիտելիքների հետևից։ Իսկ ձեզ, մեր միջին դպրոցի ուսուցիչներ, մենք դիմում ենք ձեզ, որպես մեր մոլորակի շուրջ փայլող փոքրիկ աստղեր։ Մինչև այս մենք սովոր ենք լսել բնութագրիչները ու քաջալերող խոսքերը, որոնք օգնում են մեզ աճել ու փայլել։ Մենք հրաժեշտ ենք տալի մեր մանկության ու բնութագրական գնահատականներին։ Մենք քաջ գիտակցում ենք, որ միջին դպրոցում մեր ամեն մի ջանքն ու գիտելիքը յուրաքանչյուր քայլը պատասխան է վերածվելու հստակ միավորների ու թվանշանների։ Եղեք մեր ուղեցույցացնող ու պատասխանատու փուլում, որպեսզի մեր աստղաբույլը դառնա ձեր հպարտությունը։
Սրան այս էջը, բայց տիեզերքը դեռ նոր է բացում մեր առաջ։ Ինչպես մուտքի խոսքում ասացինք, մենք փոքրիկ կայծեր ենք, բայց հիմա արդեն հզոր լույսի աղբյուր ենք։ Մոլորակի շուրջ փայլողացնել, վերք ենք ձեր զավակները, ձեր աշակերտները, ձեր վաղվա հերոսները։ Մենք կհիշենք այսօրը, որպես մեր մեծ թռիչքի մեկնած, որտեղ բոլորս միասին ստեղծեցինք մեր սեփական համաստեղությունը։ Ստեսյուն բարի տարական դպրոց, մենք հրաժեշտ ենք տալիս մեր մանկությանը, բայց մեզ հետ տանում են լույսը գիտության ու մեր աննեղ ու ջերմ ընկերությունը։ Միջին դպրոցը մեզ է սպասում արդեն նոր առարկաներ ու նոր դասեր։ Մենք պատրաստ ենք բացել բոլոր դռները ու նվաճել նորանոր բացումներ։ Թող մեր լույսը երբեք չմարի, թող մեր երազանքները լինեն անսահման, ինչպես տիեզերքում։ Մեր թռիչքը սկսում է հենց այս պահից, դեպի նոր աստղեր, նոր հորիզոններ։ Մենք կհիշենք այսօրը մի շփիտով, որպես մեր կյանքի լավագույն հուշեր։ Մնաս բարով տարական դպրոց, մենք գնում ենք դառնալու մեծ տիեզերքի ամենապայծառ ու ամենաբարի աստղերը։ Հարգելի ներկաներ, սիրելի ուսուցիչ, դուք այն բազմաթիվ սերունդների մանկությամբ ու պատանեկությամբ ոսկեգույն շղարժ, դուք այս դպրոցի կարևորագույն իմաստն եք, դուք յուրահատուկ հոգի ու սեր եք դրել ձեր աշխատանքում, դուք յուրաքանչյուր երեխայի ամեն օրվա շարժիչորջն եք, դուք ձեր ամենափոքր աստղից մինչև ամենամեծը, որը համարում եք գնահատական, դա ձեր հաջողության ոսկե հիմքն է հանդիսանում։ Կոփել եք երեխաներին, պատրաստել դժվարություններին, կյանքին և նաև կրել պատասխանատվություն նրանց չարությունների ու մանկական խնդությունների համար։ Կյանքը նման է մի վերելակի, և դուք էլ այսօր ձեր երեխաների հետ, ձեր սաների հետ ձեռք ձեռքի բռնած անցնում եք ձեր այդ երազանքների ճանապարհով և հաջողության բաց եք թողնում այսօր նրանց ձեռքերը, հավատալով, որ նրանք ծիածանի նման կկամարեն երկինքը։
Այսօրվա կախարդական միջոցառումից հետո ես ուզում եմ ասել, որ աստղերը պատմում են գիշերվա հեքիաթը եւ յուրաքանչյուր աստղ, երբ որ սկսում է արկայծել երկնքում, մեզ հիշեցնում է, որ լույսը եւ հույսը երբեք չեն մեռնում։ Եվ հիշենք, որ որևէ աստղ, միայնակ աստղ, մենակ արկայծել չի կարող, քանզի այդ փայլը, այդ լույսը ստեղծվում է այս միասնականությունից, իսկ միասնությունը հավերժություն է։ Թող ձեր մոլորակը վարդերով պատվի, թող ձեր ամեն օրը երջանկությամբ, սրտի թրթիռով եւ խինդով լցվի, թող ձեր երկինքը միշտ կապույտ լինի, թող ձեր սեպտեմբերը շնորհավոր լինի։ Շնորհակալություն, հիացած եմ, բառեր չունեմ ուղղակի ասել, այս ծափահարությունների դերում։ Ամեն անգամ, երբ ես ներկա եմ լինում ընկեր Թադևոսյանի կազմակերպած միջոցառումներին, անկեղծ ասած շատ եմ զարմանում, որ նա կյանքում այդքան հոգսաշատ լինելով կարողանում է հաճախակի կազմակերպել այսպես գեղեցիկ, հետաքրքիր միջոցառումներ եւ ահա վառ օրինակը այսօրվա այս անկրկնելի, իսկապես ընկեր Գրիգորյանի ասած կախարդական միջոցառումը եւ ես հիմա բառեր չեմ գտնում արտահայտելու իմ զգացածը, իմ հույզերն ու ապրումները այս միջոցառման ընթացքում որ զգացել եմ։ Ես ուզում եմ առաջին շնորհավորել մեր դպրոցի տնօրինությանը հանձինս Տիկին Գրիգորյանին եւ բոլոր այն ուսուցիչների, որոնք դասավանդել են մեր երեխաներին եւ ամբողջ դպրոցի անձնակազմին շնորհակալություն։ Շնորհակալություն ամեն ինչի համար, որ արել եք մեր երեխաների դպրոցական առօրյան գեղեցիկ, հանգիստ, ինչ ասեմ, կազմակերպելու համար։ Ես շնորհավորում եմ մեր ծնողներին, որովհետև նրանք 4 տարի շարունակ իրենց երեխաների կողքին ձեռք-ձեռի բռնած կիսել են նրանց բոլոր դժվարությունները ընկեր Թադևոսյանի հետ միասին։ Շնորհավորում եմ մեր երեխաներին։ Իսկապես նրանցից յուրաքանչյուրը մի յուրահատուկ աստղ է եւ մենք համոզված ենք, որ նրանք իսկապես կդառնան փայլուն աստղեր։ Իշնորհիվ ընկեր Թադևոսյանի, հիմքը ընկեր Թադևոսյանն է դրել։ Ես շնորհավորում եմ վերջապես մեր սիրելի ընկեր Թադևոսյան։ Մենք ձեզ անչափ սիրում ենք, շնորհավորում եմ ձեզ։ Դուք մեր երեխաներին տվել եք ոչ միայն տարրական դասարանների համար նախատեսված գիտելիքները, այլև ձեր կազմակերպած բազմաբովանդակ միջոցառումների շնորհիվ նրանց ներարկել եք սեր, հետաքրքրություն, գրականության, հայոց պատմության, բնության հրաշքների, գեղեցքի, բարության, ամեն ինչի նկատմամբ, որը շատ անհրաժեշտ է մեր կյանքում։ Այո, ինչպես գրված էր, յուրաքանչյուր երեխա մի աստղ է, որ լուսավորում է մեր մոլորակը։ Բայց այդ լույսի ուժգնությունը դուք եք տվել ընկեր Թադևոսյան մեր երեխաներին, ձեր սիրով, ջերմությամբ, նվիրվածությամբ, ձեր խորը գիտելիքներով։ Մենք բոլորս իմ կարծիքով բոլորը համաձայն են, որ ես բոլորի անունից խորին շնորհակալություն հայտնեմ ձեզ, ձեր այդ նվիրվածության, ջերմության համար։ Եվ թող ձեզ նման ուսուցիչները շատ լինեն, որպեսզի մեր մոլորակը փայլի ամենապայծառ լույսով։ Եվ ակրոստիկ եմ գրել ակրոստիկոց ընկեր Թադևոսյանի համար։ Չգիտեմ, կարդամ իր ընկեր Թադևոսյան ազգանվան առաջին տարելով։ Թող Աստված ձեզ պահապան լինի։ Առողջությունը միշտ ուղեգից լինի, դժվարությունները հեշտ հաղթահարելի, երջանկությունը միշտ ձեր կյանքում իշխի։ Վայելեք սերը դուք ձեր թոռների, որդոց սերն է ձեզ ապավեն լինի, սերն է ուղեկցում ձեզ ողջ շրջապատի, յուրօրինակ եք ու շատ սիրելի, աշակերտներն են խորհուրդը ձեր կյանքի, նվիրյալ եք մեծատառով ուսուցչուհի։
ուրախ աշխարհ